Բարև ձեզ, այսօրվա մեր սովորիր օնլայնի հյուրն է Կարեն Անանյանը, որը կոմպոզիտոր է և դաշնակահար։ Կարեն ջան, մի հարց կուզեինք տալ ձեզ, ինչը ձեզ սրտեց դառնալ կոմպոզիտոր։ Երա ջան, ես հիմա չգիտեմ մենք դուքով պետք է խոսենք թե մենք դասարանցի ենք, վարքագծերը բաց ենք, հա, եւ դա նշանակում է, որ մենք 6 տարեկանից իրար ճանաչում ենք։ Եվ հարցին պատասխանելով, մոտենալով պատասխանին, ուզում եմ հիշեցնել, որ երևի հիշում ես, որ դաշնակահարի առաջ անընդհատ իմ ուղեղը զբաղված էր ինչ-որ նորություն մոռանելով, ստեղծագործելով եւ դա ասեմ, որ լավագույն աշակերտներից եմ։ Շնորհակալ եմ։ Ճիշտ է, դա շատ վաղուց էր, բայց շատ լավ ժամանակներ էր։ Մի խոսքով այտենց ամեն ինչ գնում էր դրան, որ մի օր երևի պետք է գար այդ օրը, որ ավելի օֆիցիալ դա բնույթ կրեր եւ կոնսերվատորիան որպես երկրորդ մասնագիտություն ընտրեցի իհարկե հայրիկիս խորհրդով Լազար Սարյանի մոտ ես ուսուցանեցի կոմպոզիցիա եւ այդպես արդեն ստեղծագործությունները սկսեցին ինչ-որ մի ձևի ֆիքսվել։ Հասկացա, շատ հետաքրքիր։